Առավոտը սկսում եմ Սուսիի հետ խաղալով, հետո անցնում եմ տան գործերին, վերջապես ավարտելուց հետո գնում եմ սուրճ խմելու եւ այդ ընթացքում էլ պլանավորում եմ ամբողջ օրս։ Իդեպ կարող եք ինձ շնորհավորել, որովհետեւ ես վերջապես իմ մեջ ուժ եմ գտել ու վերսկսել եմ պարապմունքներս։ Եկեք շատ կարևոր փաստ արձանագրենք, Lady Zone-ում դուք ոչ միայն մարզվելու եք, այլև խնայելու եք, որովհետև դառնալով Lady Zone ակումբի անդամ ստանալու եք մինչև 50% զեղչ քաղաքի լավագույն վայրերում։ Իսկ որպիսի իմանաք, թե որ վայրերում եք ունենալու զեղչեր, լինկը թողնում եմ ներքևում, անցեք եւ ծանոթացեք։ Եթե կհիշեք, ոչ շատ վաղ անցյալում ես մոտ 1.5 տարի առանց խախտումների ստաբիլ հաճախել եմ իմ պարապմունքներին ու այդ ընթացքում ես ինձ զգում էի լիակատար առողջ, ակտիվ, առավոտյան 8-ին արթնանում էի, գնում էի վազելու ու հետո պահում էի իմ ստաբիլ մարզումները, բայց նկարահանումներ սկսվեցին եւ ես չկարողացա շարունակել ու հիմա ուզում եմ վերսկսեմ, որպեսզի այդ զգացողությունները, առողջ լինելը հետ վերադառնա ու եթե կհիշեք, ես վիդեո եմ տեղադրել, որտեղ շեշտել եմ, որ ես անպայման պիտի այս տարի մի քանի ամիս մարզվեմ։ Լավ տանջվելուց հետո ավարտում եմ մարզումներս ու իդեպ ասեմ, որ հաջորդ օրը մկաններս լավ բռնվել էին, բայց ես գոհ եմ։ Հետո արդեն դուրս եմ գալիս, որպեսզի շտապեմ տուն, նկարահանում ունենք տանը եւ իդեպ այդ նկարահանման արդյունքը դուք արդեն էջում տեսել եք։ Մոտ 2.5 ժամ նկարահանումները անելուց հետո պատրաստվում եմ, որովհետև նորից պիտի տանից դուրս կամ արդեն ուրիշ նկարահանման։ Իսկ եթե ձեզ դուր եկավ այս վլոգը եւ կուզեք շարունակվի, ակտիվ եղեք։ Այսօր հայտարարում եմ մաքրության օր, սենյակս եւ գարդերոբնիս ուղակի պայթած են, ավելի հարմար բառ չկա, չգիտեմ մի քանի օր գործեր ունեի, կուտակվել է սենց բոլոր շորերս, հետո ձմեռային, ամառային, աշնանային, գարնանային, մի խոսքով։ Հիմա պետքա փորձեմ շատ արագ հավաքեմ, ահա որ ուղղակի ամեն ինչ ուրիշ տեղ է, իրա տեղը չի, բոլոր իրերը լավ չխրանամ, հավաքելու եմ գնում։ Եվ ի պատասխան այն մարդկանց, ովքեր ինձ հարցնում են, Ռոզա ջան, ինչու ակտիվ չես, ասեմ, երբ հասցնեմ ակտիվ լինեմ։ Նոր գնացի սուպերմարկետ, հիմա եկա տան գործ պիտի անեմ, հետո մի հատ դուրս եմ գալիս, բան ունեմ նկարելու, հետ եմ գալիս, ընդհետից էլ չհաշված, ուրիշ ամեն ինչ վարվում է աշխատանքը։ Հիմա լավ է, որ աշխատանքի չեմ, մի խոսքով ես գնամ իմ գործերն անեմ, արդեն շատ եմ խոսում, խոստանում եմ, ակտիվ եմ դառնալու, մի քիչ էլ սպասեք։ Իսկ այս սթորին ուղղում եմ հատուկ բոլոր այն անմակարդակ եւ անգրագետ մարդկանց, ովքեր հերիք չեն կարողանում սթորիս ուղարկեն իրենց ընկերներին, ինձ են reply անում, պատասխանում եւ ես տեսնում եմ իրենց մեսեջները, բացի դա նաեւ մեսեջները պարունակում են ոչ կոռեկտություն, իհարկե այդտեղ վիրավորանք չկա, ուղղակի մարդիկ ցույց են տալիս իրենց դեմքը, թե ինչպես են իրենք շփվում առասարակ իրենց հարազատների հետ, իրենց լեքսիկոնը եւ շփման ձևը։ Դուք ինձ այդպես չեք վիրավորում բնավ կամ էլ թե ինչ որ վնասում, այլ ցույց եք տալիս ձեր մակարդակը։ Եվ ես ինչ պետք է ձեզ միշտ գրում եմ, մի քանի անգամ արդեն հանդիպել եմ այդպիսի սխալմամբ ուղարկված մեսեջների, բայց չեմ զլանում, սթորիով էլ ասում եմ փորձեք ավելի զգուշ լինել, որովհետև նորից ու նորից դուք այդպես ցույց եք տալիս ձեր գրագիտությունը եւ դեմքը։ Տոմները ոչ են։ Ասենք ես ինչ հայսի ոնց է կոտում։ Բայց լիսա, Ռոզա, նայ, մաքրում լիսա։ Ось ներքևի մասը վեսն կամով։ Ось ինչ։ Անդո, ես տատի պապին։ Այս վիդեոն նրա մասին է, թե ինչքան անկեղծ եմ ես իմ լսարանի հետ։ Կարակ գուշակեք որտեղ է այդ անկեղծությունը հիմնականում երևում։ Ասացի լավ առավոտ արթնանամ, ցենց ինչ-որ վիդեո նկարեմ, որը դուք արդեն տեսաք։
Ու սենց մտածեցի, բայց ես ինչի պիտի մազերս ուրիշ ձև անեմ։ Ես սենց կսարքեի ես կոֆեն։ Ես ման կոֆեն։ Նարնջի թարմ քամացյութը։ Դրա համար տենց էլ թողեցի, որ հանկարծ ինչ-որ սխալ կարծիք չձևավորվի ձեր մոտ։ Ասեմ, նարնջի թարմ քամացյութն էլ մաքսիմալ անհամեր։ Հենց որ չնախանձեք։ Իսկ հիմա եկեք գուշակենք, թե ուրեմ ես գնում։ Թողնում եմ պատուհան, մինչև դուք ձեր տարբերակը գրեք, կամ էլ նշովի տարբերակ, մինչև նշեք, ես կգնամ արդեն կպատրաստվեմ և ցույց կտամ, թե ուր եմ գնում։ Այստեղ խառնենք, այսօր, այո, աստղերի հետ ենք նկարահանման, աստղջան բարև, աստղջան բարև, լիքը աստղեր, այո, երեխեք ջան, Ռոզան ծնեց գաղտնի ապահել, իր երեխուն գաղտնի ապահել ձեզանից, այո, սիրիլա քեզ, ուժս, հաճելի խառնենք։ Գնում ենք այրոպորտ, Սուսիկին ու Ալային դիմավոր ենք, տեսեք Սուսի առաջին բուկետիկն է։ Ենքան սիրուն է ստացվել, սա էլ մեծը։ Մամային և աղջկան նույն բուկետիկներից։ Շատ սիրուն է, շատ շնորհակալ եմ, կնշամ էջը որտեղից եմ պատվիրել, իրանք իմ բոլոր մտահաղացումներն իրականացնում են։ Բարի լույս, այսօր վերջապես իրական բարի լույս եմ ասում, ոչ թե ժամը 1-ին, գնում եմ նկարահանման, մի քանի նկարահանումներ ունեմ, հետո ատամնաբուժարան պիտի գնամ, հետո էլ ծնունդի եմ, так что բոլորիս լավ օր։ Իրականում ինչ տեսք եմ ունենում ես։ Սիրուն սենց պատրաստված բան վիճակները մնաց տան հանարը։ Շատերիդ հետաքրքիր է ինչի եմ ես նորից հանձնում քննությունը, ասամ ես մասով, որ ես հանձնել եմ 2 տարի առաջ, դրանից հետո 3 անգամ գործնական քննությունը կտրվեցի, որովհետև փակ պլաշատկայում էի հանձնում և վարել էլ նորմալ չգիտեի, նորմալ վարողներն էլ այդտեղ չէին կարողանա հանձնել, 3 անգամ կտրվելուց հետո մի տարի ժամանակ անցնում է և կարծեմ մի տարի և անվավերաճանաչվում նաև ձեր տեսական քննությունը, ես հանձնել էի 3 օր պարապելով, 19 թե 18 հավաքելով առաջին անգամից։ Հիմա անվավեր ճանաչվեց, մի տարի ես ոչ մի բան չարեցի, նորից պիտի գնամ տեսականը հանձնամ, որ հետո էլ արդեն անցնեմ գործնականին։ Ատամնաբուժարանը այսօր գնացել, այս մի կողմից լրիվ թմրած է, խոսելուց էլ կնկատեք, դուրս եկա ատամնաբուժարանից, մոտեցան նկարվելու, հիմա ոչ կարողանում եմ ժպտամ, ոչ չժպտալն է ճիշտ, սենց բերանից փակում եմ մի խոսքով դեմքս թեքում եմ, չգիտեմ նկատեցին, չնկատեցին, չնայած մի հատ էլ հասատ անմոտ շենքի մոտ մոտեցան նկարվելու, այնքան վատ եմ ինձ զգում, երբ որ ես ատամնաբուժարանից դուրս եմ գալիս, իսկ ես վերջին մի քանի շաբաթում ես ամբողջ օրն ատամնաբուժարանում եմ ու այդ իրավիճակում եմ հայտնվում։ Հենց հիմա դեմքս ծուռ է ու ես ոչ մի բան չեմ զգում։ Լավ, ինչով է, այսօր նաև ներկայացման եմ 7 անցիկես հրավիրված, գուշակեք ինչ ներկայացման և չգիտեմ այս ձևով ոնց չպարվեմ։